Երեկ մեկնարկեց 2012-ի ամենագլխավոր իրադարձություններից մեկը օլիմպիական խաղերը։ Լոնդոնը վերածվել է սպորտային համաշխարհային կենտրոնի։ Երեկ նախքան բացման արարողության սկսվելը հյուրասիրություններ կազմակերպել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը։ Դեսպանը հիացած հուզված ու անհամբեր սպասում էր բացման արարողությանը, համոզված լինելով, որ տեղի է ունենալու ֆանտաստիկ իրադարձություն։ Մենք բոլորս հուզված ենք այստեղ, որովհետև րոպեներ անց տեղի կունենա աշխարհի սպորտային ամենամեծ իրադարձությունը։ Իսկ սա մեր համար շատ լավ տարբերակ է օլիմպիական խաղերի բացմանը պատրաստվելու համար։ Սկզբում հյուրերը հավաքվեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բրիտանական նրբանկատությամբ եւ հայկական ջերմությամբ Հայաստանում նշելու Լոնդոնում տեղի ունեցող օլիմպիական խաղերի բացման արարողությունն ու տեղափոխվեցին Սիրահարների այգի մեծ էկրանի վրա դիտելու երկար սպասված օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Ես կարծում եմ, որ բացման արարողությունը շատ տպավորիչ է լինելու, որովհետև բեմադրության վրա աշխատել է բրիտանացի կինոռեժիսոր Դանի Բոյլը։ Արդեն երրորդ անգամ աշխարհի տարբեր ծայրերից մարզիկներին Լոնդոնում հավաքելու եւ օլիմպիական խաղերն անցկացնելու փաստը դեսպանը բացատրում է բրիտանացիների սպորտի հանդեպ անսահման սիրով։ Ինքն անձամբ սիրում է ֆուտբոլը, նույնիսկ դիտել է կանանց ֆուտբոլ ու լավ ժամանակ անցկացրել։ Իսկ այստեղ բացման արարողությանը դեսպանը հետևում է ոտնկայս։ Նրա համար սա կարևոր իրադարձություն է։ Դեսպանը խոստովանում է հայերեն այդքան էլ լավ չի խոսում, բայց լավ է հասկանում ու պատահական չէ, որ բացման արարողության հայերեն տարբերակին հետևում է համակ ուշադրությամբ։ Դե իսկ մարզիկներին էլ իր մաղթանքները հղում է հենց հայերենով։ Հատկապես ցանկանում եմ բրիտանացի եւ հայ մարզիկները վերադառնան պատվավոր հաղթանակով եւ մեդալներով։ Անի Հակոբյան, Գևորգ Ալավերդյան, Մաքսիմում։